Գյուղում տեսախցիկներ են եղել։ Ինչ են ֆիքսել տեսախցիկները, խանութի տեսախցիկը, որը գտնվում է գետի հակառակ ափին դեմ դիմաց այն փողոցին, որտեղով երեխան կարող են գնալ եւ ընկնել գետը։ Ամեն ինչ նկարել է, բայց երեխան չի երևացել։ Էքստրասենսները ասում էին, որ ողջ է երեխան, սա ասում էին 3 օրը։ Հետո ասեց, հարազատները եւս բացառում են գետը ընկնելու վարկածը առաջին իսկ օրվանից։ Հետո ասեցին, թե գնչուները հետաքրքիր է, թե ինչ է տեղի ունենում, եթե մենք վերցնում ենք հիմա այն վարկածը, որ երեխան գետն է ընկել, ապա ինչ կարող էր նրա հետ տեղի ունենալ, ոնց գտնել եւ որտեղ փնտրել։ Գետը անշնչացած մարմինը իջեցնում է հատակ եւ գետի հոսքը տանում է այնքան, մինչեւ որ չառնի ինչ-որ մի քարի, խողովակի, ինչ-որ մի ծառի եւ հնարավոր ցանկացած խոչընդոտի։ Այսինքն, եթե մարմինը չի բախվում ինչ-որ մի բանի, դա կարող է կիլոմետրերով գետի հետ հոսել։ Բայց մենք տեսնում ենք, թե ինչպես են աշխատանքներ կատարվում եւ մենք վստահ ենք, որ ամեն ինչ իրականացվում է բարձր մակարդակի վրա։ Ուղղակի սա արհեստական բանականության պատասխանն է, որը ներկայացնում ենք ձեզ։ Եվ շատ հետաքրքիր պատասխան տվեց, որ եթե նույնիսկ մի քանի օր, նույնիսկ մի շաբաթ եւ ավելի մարմինը չկարողանան գտնել, գալիս է ինչ-որ մի ժամանակ, այսինքն 15 օր հետո կամ 20 օր հետո ջուրը մարմինը բարձրացնում է վերև։ Հիմա մարմինը գտնվում է ջրի տակ։ Հետագայում մի քանի օր անցնելով մարմինը, եթե իհարկե ինչ-որ միտեղ այն լրված չէ, ապա ջուրը արդեն երեխայի տեղը կարող է բացահայտել։ Իհարկե սա ասում ենք այն վարկածը, որ երեխան ընկել է գետը եւ չենք ուզում ասել, որ սա միակ վարկածն է, որ երեխան կարող է մահացած լինել, մենք եւս չենք բացառում առևանգելու հանգամանքը, որովհետեւ ամեն ինչ իհարկե պատահում է այս կյանքում, բայց այսօր որ ամբողջ աշխատանքները տարվում են գետից երեխային դուրս բերելու նպատակով, իհարկե գետից երեխային չես կարող ողջ դուրս բերել, սա բոլորս ենք հասկանում, ուղղակի այս պայմանությամբ մարդկանց պետք է տեղեկատվություն եւ մենք այս տեղեկատվությունը փոխանցում ենք, ինչքան էլ ցավոտ լինի մեզ համար խոսել երեխայի նման վատ ճակատագրի մասին։ Այս պարագայում միակ լավ բանը, որ կարող է տեղի ունենա, դա երեխայի առևանգված լինելը կարող է համարվել, որը եւս արհեստական բանականությունը չի բացառել, բայց իրավապահ մարմինները արել են հատուկ գործողություններ, որի արդյունքում մի հետք չի բացահայտվել, որ կարելի այդ հետքին կասկածով մոտենալ եւ տանել այդ հետքը առաջ ու հասկանալ, թե ուր է գնում այդ հետքը ու մենք հասնում մենք։ Միակ վարկածը դա գետն է, իսկ գետի դեպքում պետք է նաեւ ստուգել գետ մտնող, գետից դուրս եկող բոլոր խողովակները։ Իհարկե, փրկարար ծառայությունը իր առջև դրված խնդիրը իդեալական կատարում է, մենք չենք, որ իրենց պետքա խորհուրդներ տանք, մենք վստահ ենք, որ պրոֆեսիոնալներ են աշխատում, հատկապես այս դեպքի ուղղությամբ ամբողջ հայ ազգին Հայաստանում եւ Հայաստանից դուրս ապրողներին հետաքրքիր է ինչ է պարզվելու, որտեղ է երեխան կգտնվի գետում, թե այլ վայրերում։ Եվ այսպես ուշադրություն, մարդիկ ասում են, թե արծիվն է տարել երեխային, հետո ասում են շներն են տարել գազազած, հետո ասում են վայրի կենդանիներ, օրինակ գայլը սարերից իջել է եւ երեխային տարել է։ Մենք ուզում ենք խոսել սրա մասին։ Նախ արծիվը աշխարհի ամենամեծ արծիվն է լինի, չի կարող 2 տարեկան երեխային ինքը բարձրացնի։ Այսինքն ինչքան մարդ պետքա չիմանա, որ այս հայտարարությունները անի այս վիճակին մարդկանց ոնց կարա արծիվը 15 կիլոգրամ մոտավորապես կշռող երեխային բարձրացնի վերև, նախ դա ոչ մեկ չտենա գյուղում, երբ որ ամեն ինչ հանդարտ է, մի հատ
ճանճի տզոց եւ ամեն ինչ բոլորը նկատում են։ Եվ հետո ասում են շները գզեցին, դա ընդհանրապես բացառվում է, ոնց գզեցին շները։ Հայրը, պապը երեխայի մոտ են եղել։ Երեխան անհետացել է ըստ հոր 10-15 րոպե։ Շները երբ որ հարձակվեն, իրանք պետքա հաչային եւ բարձր աղմուկ լիներ, երեխան պետքա գոռար եւ ոչ մեկ ոչ շան ձայն է լսել, ոչ էլ երեխայի գոռոց առավել եւս։ Ինչ վերաբերում է գայլերին, այդ նույն պատասխանը կտանք, նույն շան պատասխանը, որ պետքա բացառվի կենդանիներին մեղադրելու, որովհետև դա նույնիսկ փրկարար ծառայության նյարդերի վրա է ազդում, որ ասում են ինչի՞ չեք բարձրանում, մի քանի սարենկող արծվի բույն գտնեք նայեք։ Երեխան կարող է գետը չի ընկել, այլ ուրիշ վայրում է գտնվում, առևանգել են կամ էլ ուղակի ինչ-որ այլ փոս է ընկել գյուղերում կպատահեն վայրեր, որոնք երեխաների համար վտանգավոր են։ Բայց մենք վստահ ենք, որ բոլոր այդ վայրերում ուսումնասիրություն կատարվել է եւ արդյունք չի եղել։ Իսկ բոլոր վարկածները, որ համեմատում ես, այսպիսի անհետացումը կամ առևանգումն է, որը այդքան էլ հավանական չի, որովհետեւ մեքենա չենք տեսել, մարդ չենք տեսել, խանութի տեսախցիկները երեխային չեն ֆիքսել, մեքենաներ չեն ֆիքսել, գետը ընկնելը փրկարար ծառայությունը համարում է գլխավոր հնարավոր վարկածներից մեկը կամ ամենահնարավորը եւ դրա համար է, որ աշխատանքները տարվում են հենց գետի ուղղությամբ։ Շատ ցավոտ դեպք է սա իրականում եւ երևի թե մարդիկ փորձում են իրենց վարկածները ասել, որովհետեւ 8 օր երեխան չի գտնվել, արդեն 9-րդ օրն է, իրենք փնտրում են երեխային ու չի գտնվել երեխան, փորձում են ամեն մեկ իր կողմից մի բան ասի, որ գնացեք ստեղ նայեք, արծիվնա տարել, շուննա գզել կամ նմանատիպ հայտարարություններ։ Մարդիկ անում են իրենց աշխատանքը, ընտանիքի անդամները ըստ էության գոհ են փրկարարների աշխատանքներից, միայն հայրը կարծես թե համաձայն չէր նրա հետ, որ փրկարար ծառայությունը հայտարարել, որ երեխան հնարավոր է իրենց բակով է մոտեցել գետին, որտեղ որ նախ պետք է ամբողջ այգին անցներ, որը այդքան էլ փոքր այգի չէր, եւ նաեւ կային խոչընդոտներ, ինչ-որ փայտեր, քարեր, որոնց վրայով պետք է երեխան անցներ, եւ հայրը ասում է, որ երեխաս այդ ճանապարհով չէր գնա գետ, եւ իրենք էլ կանգնած են եղել այն ճանապարհի վրա, որտեղ որ երեխան խաղացել է, որը գնում է նաեւ դեպի գետ, եւ իրենք չեն նկատել, որ երեխան եկել է եւ իրանց կողքով անցել է։ Բայց բնականաբար չես կարող բացառել գործանող մարդիկ 2 տարեկան երեխան կարա աննկատ քայլի, որ ոչ մեկ չնկատի։